Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող մասնագետներն ասում են, եթե դուք ամեն օր առավոտյան ժամը 6-ին կարողանաք արթնանալ 5 տարի շարունակ, ապա 2 քայլ ձեր ընկերներից առաջ կլինեք։ Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում։ Այս պահին առաջարկում եմ արթնանալ, եթե քնած եք, արդեն շատ եք քնել։ Մի լավ տեսահոլովակ վերադառնանք, չփոխեք հեռուստալիքը, որովհետև լավ հյուր ենք ունենալու, խոսելու ենք հետաքրքիր շատ բովանդակալից նախագծերի մասին։ Գնացինք։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ արթնացաք, օգնեց մեզ երաժշտությունը, եթե չեք նախաճաշել, նախաճաշեք, եթե չեք նախաճաշում, ապա լավ ճաշ արեք, բայց պարտադիր իհարկե հետևեք ձեր առօրյային, ապրեք առողջ, սիրեք առողջ կյանքը եւ ամենակարևորը սիրեք միմյանց, որովհետեւ ամենամեծ ու ամենահզոր գաղտնիքը մարդու երկարակեցության եւ լավ ապրելու մեջ դիմացինին սիրելու սկզբունքն է տալիս։ Եվ այսօր իհարկե մենք մեզ մոտ մի հրաշալի հյուր ունենք, ով իմ վաղեմի ընկերն է, ով իր գործերով, իր աշխատանքով նվիրյալ է եւ սիրում է մարդկանց, անում է լավ գործ եւ այդ գործը իհարկե իր կարևոր մեկնություն ունի թե Հայաստանում եւ արդեն նրա սահմաններից դուրս։ Եվ այս պահին թույլ տվեք ներկայացնել մեր հյուրին հասարակական գործիչ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ Մամիկոն Խուրշուդյան։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Նմանապես, որ առաջին անգամ է այս ֆորմատով հանդիպում ես ու դու։ Այո, Բրեզ ջան, շատ ուրախ եմ դրա համար, որովհետև նաև կողքից հիմա լսում եմ քեզ ու հիանում եմ քո նաև գեղեցիկ հայրենի հնչյուններին լսելիս, որովհետև կարծում եմ, որ այսօր դրա պակասը հեռուստաեթերներում շատ է։ Եվ ուրախ եմ, որ քո ներկայությամբ գեղեցկացնում ես եթերները։ Շնորհակալ եմ շատ։ Ես վստահ եմ դու եւս ունես հաղորդաշար, որին երբեմն իհարկե հետևում եմ, եւ այն ունի իր լսարանը եւ ներկայացնում ես իհարկե շատ կարեւոր մի կետ, դրա մասին իհարկե այսօր կխոսենք։ Մամիկոն Խուրշուդյան, հասարակական գործիչ, լավ ընկեր, հայրենասեր, այսօր ինչով է զբաղված Խուրշուդյանը։ Վրեժ ջան, այսօր մենք երևի արդեն հանրությունը գիտի, նախ չեմ պատկերացնում, թե ինչքան արագ է ժամանակը թռչում, որովհետև ուղիղ 5-րդ տարին է, որ մենք մտնում ենք պատերազմից հետո այսինքն այսպես ասեմ թոթափում ենք հետպատերազմական վիճակը եւ 5 տարի առաջվանից սկսած աշխատանքը, որը վերաբերվում էր վիրավոր տղաների պատմությունները գրելուն, ես այսօր արդեն պատրաստվում եմ 4-րդ գրքի հրատարակությանը, որը այս անգամ կրկին կներառի 20-ից 30 տղաների պատմություններ եւ միաժամանակ նաեւ մենք կկարողանանք այս անգամ համախմբումը տղաների ավելի նպատակային իրականացնել, որոշել ենք, որ տղաների աշխարհագրությունը մեծացնենք, ոչ միայն վիրավոր տղաներին, այլ նաեւ հրավիրում ենք, իդեպ եթերով ես ասեմ, հրավիրում ենք բոլոր պատերազմի մասնակից տղաներին մեր մոտ, թող իրենց պատմություններով կիսվեն, իրենց խնդիրներով նաև կիսվեն, որովհետև ուզում եմ այդ հաշմանդամի հատուկ կարիքներ ունեցող մարդու այդ իրավիճակից դուրս գան մեր տղաները, ինտեգրվեն հասարակություն, նրանցից շատերը իդեպ ասեմ, բացի հաշմանդամություն ֆիզիկական ցավից, ունեն նաև հոգեկան ցավ եւ ամեն մասնակից էլ այդ հոգեկան ցավը իր մեջ կրում է, դա արտահայտվում է ընկերոջ կորստով եւ նաեւ այն տեսարաններով, որոնք նրանց աշկերից երբևիցե չեն հեռանա։ Ու հենց սա է պատճառը, որ նաեւ շատ կարեւոր է, որ մեր պատերազմի մասնակից բոլոր տղաները ավելի լավ ինտեգրվեն հասարակություն։ Մենք 5 տարի անցել ցավոք սրտի այս ոլորտի հետ կապված կան մարդիկ, որոնք աշխատանքներ են տանում, ես ընդամենը 2 կառույց կարող եմ մատնանշել եւ միայն որպես անհատ Հանրապետությունում ես եմ, որ կարողացել եմ այդ իրավիճակ այսպիսի անգամ համարում եմ, որ միայնակ արդեն 150 կորիզ ունենք եւ 500 ընդհանուր տղաներ հավաքագրված ունեմ, ես կարծում եմ, որ սա անգամ քիչ է, բայց մենակս եմ դա կարողացել անել, ինքս եմ գնացել այդ մարդկանց հասցեներով կամ հեռախոսահամարներով հայթայթել, որ կարողանամ այս տղաների պատմությունները իմի բերենք եւ ասեմ ձեզ մի խոսք էլ ունեմ, միշտ ասում եմ, եթե մենք 10 տղայի պատմություն էլ իրար գումարենք, կպցնենք, ամբողջական պատերազմի պատկերը մեր առջև գալիս է։ Հետևաբար
ես խորհուրդ կտամ, որ մեր տղաները բոլորը 2020 թվականի պատերազմի մասնակից տղաները 44 օրյայի բոլորն էլ միախ կապ հաստատեն ինձ հետ, բոլորն էլ թեկուզ հանդիպեն, խոսեն իրենց պատմությունների մասին, կարող եթե այն որ մարդիկ կան ասում են չենք ուզում խոսենք, այդ էջը մեզ համար փակված է, դա հոգեբանական պաշտպանվածություն է։ Նրա այդ էջը նրանց համար անհնարին է փակվի։ Ես ուղղակի խորհուրդ կտամ, որ հաջորդ սերունդների համար իրենց իսկ ընտանիքի անդամների եւ իրենց իսկ երեխաների համար ապագա իրենք կարողանան ներկայացնեն, որ ասեմ, տես քո հայրը մասնակցել է, քո հայրը այս տղան է եղել, այն տղան է եղել, այն տղան քո արդեն հոր եղբայրն է, որտեվ մենք եղբայրներ ենք արդեն, որովհետև մարտի դաշտում ենք իրար հետ անցել այդ բոհի մեջով։ Եվ նույն ձևով էլ ես կարող եմ ասել նաև այնպիսի տղաների պատմություններ ունենք, ով օրինակ բերեմ, հաձես հենց այս 4-րդ գրքի մեջ շարքայինից մարդը պատերազմական գործողությունների ժամանակ դրսևորում է այնպես, որ դասակի հրամանատար են տալիս եւ ինքը ինչ որ մի հատված, ինչ որ մի դիրք ամբողջությամբ անձնապես ղեկավարում է, առաջ է տանում մարդը եւ շատ ուրախությամբ կարող եմ նաև նշել եւ զոհ չեն ունենում։ Գիտեք, այսպիսի ճարպիկ տղաներ ենք ունեցել, հետեւաբար ճիշտ է, որ մեր տղաները բոլորը համախմբվեն, հավաքվեն մեկ գաղափարի շուրջ, նաև իրենց ոլորտների հետ կապված, իրենց մասնագիտական հարցերի առումով աջակցենք, այսինքն մեզ պետք չի, որպեսզի միայն խեղճի դիրքերից, հա, այդ կարգերի հետ կապված, հաշմանդամության կարգերի հետ կապված հարցերով եւ այլն, դրանք էլ են շատ կարեւոր, բայց մեզ այժմ կարեւոր է, որ տղաները լիարժեք ինտեգրվեն հասարակություն։ Մամիկոն 4-րդ գիրքն է լույս տեսնում հայրենների, հա, 4 գրքում քանի, այսինքն հերոսի, այսպես ասած, կերպար է ներկայացված եւ պատմություն արդեն։ 3 գրքում 65 տղայի պատմություն են, հիմա ձգտում եմ ամեն ինչ անել, հասցնենք 35 տղայի պատմություն, որպեսզի 4-րդ գրքով 100 տղայի պատմություն լինի։ Այսինքն ավելի ծավալուն է լինելու, քան նախորդ գրքի։ Այո, ավելի ծավալուն կլինի 4-րդը, որովհետև եւ միաժամանակ նաեւ այս անգամ առաջին գրքի շապիկին Շուշիի վանքն է, երկրորդին Դադի վանքը, երրորդին Գանձասարի մեր եկեղեցին է, իսկ այս 4-րդում որոշել ենք Ամարասի վանքը լինի։ Սովորաբար շապիկների մեր եկեղեցիները Արցախի լինում են կեսը գունավոր, կեսը անգույն եւ դա խորհրդանշում է, որ հուսանք օրերից մի օր ամբողջական գունավոր մենք կտեսնենք մեր եկեղեցիները եւ մեր աշկերով։ Եվ այս առումով էլ ասեմ, որ կարծում եմ, որ առաքելությունը, որը որ վերցել եմ եւ առաջ եմ տանում, դրա բարոյական կողմի մասին շատ ասելիք ունենք եւ ճիշտ է շատ դժվար է ինձ համար նաեւ այդ պատմությունները գրելը, բայց միաժամանակ նաեւ ես այնտեղ արտնասնում եմ Արցախ, ես այնտեղ արտնասնում եմ իմ հայրենիքը, իմ Հայաստանը, որը միասնական պետություն է եւ շատ ուժեղ եւ հաղթանակած էր։ Կարծում եմ, որ այս սերունդը այսօր դրա պակասն ունի եւ կարծում եմ, որ մեր տղաները պետք է կամք դրսեւորեն եւ այդ գաղափարները առաջնորդեն, տանեն առաջ ու մշտապես մշտարթում պահենք հայրենասիրությունն ու հայրենաճանաչությունը մեր հոգիներում։ Ես շատ կարևոր բանի մասին խոսեցի, որ հաջորդ իմ հարցի հետ է կապված, քանի որ առնչակից ես լինում այս պատմություններին, ես պատկերացնում եմ նաև, թե դու ինչ գիշերներ ես ունենում եւ ինչ անքուն ու ինչպիսի, այսինքն իրավիճակներ ես հաղթահարում հոգեբանական։ Այ մի հարց եմ ուզում քեզ տամ։ Այս որպես այս պատմությունների ամբողջացնող, հա, մենք պատերազմը հաղթել ենք։ Ֆիզիկականի մասին չի խոսքը։ Գիտեք, մեր սպաներից մեկը, ով ում պատմությունը գրված է հայրեններ, եթե չեմ սխալվում, 2-րդ գրքի վերջին տղան է, քան որ հիմա էլ ծառայության մեջ չեմ ուզում իր անունը տալ, մի շատ հրաշալի արտահայտություն է արել եւ միջև վերջ իր պատմությունը ասելիս նա ստիպում էր ինձ, որպեսզի ես հենց այդպես գրեմ, որ մենք նահանջել ենք, բայց չենք պարտվել, որովհետև պատերազմը չի ավարտվել մեզ համար։ Այ պատերազմը չի ավարտվել ու հիմա շարունակվում է ու ավելի վատ պատերազմ է մեզ համար, չէ՞, սպիտակ պատերազմ է սկսվել, այսպես է։ Գիտեք, ասենց ասեմ, հենց դա է պատճառը, որ ես կցանկանամ, որ մենք ոչ թե պետք է ուրախանանք, թե պատերազմը շատ վատ բան է։ Մեր մեծերից, մեր միշտ եկել է, չէ, արտահայտությունը ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Ես չէի ցանկանա կամ չեմ ցանկանա երբևիցե մենք մեր եկող սերունդներին ավանդենք պատերազմ, բայց միաժամանակ նաև կարծում եմ, որ արդարության համար պայքարը դա կդինի պատերազմի տեսքով թե գաղափարական առումով, դա հայի անկապտելի իրավունքներն են
անկախտելի իրավունքներն են սեփական հողում, սեփական ապրելու, արարելու եւ իր երկիրը, իր գենը զարգացնելու համար։ Եվ ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ուղղակի դա առաջ տանել, մենք պարտավոր ենք դա շարունակել ու չգիտեմ, թե դա ինչ ձևով, ինչ տեսքով կլինի, պատերազմ ես նաև պետք է մենք ի նկատի ունենք նաև դիվանագիտական հարթությունում եւ կյանքը, մարդու կյանքը ինքն է ամբողջությամբ պատերազմ, հետեւաբար մենք պետք է այս առումով միասնական լինենք եւ այնտեղ որտեղ որ մեր հայրենակիցները ունեն խնդիրներ, նաեւ իրենց կողքին լինենք, հատկապես տեսեք հիմա մենք ունենք նեղություն Արցախահայության շրջանում եւ հետեւաբար իրանց կողքն էլ պետք է լինենք, պետք է աջակցենք, պետք է խթանենք, պետք է ամեն կերպ ինտեգրենք հասարակությանը, նրանք պետք է տեսնեն զարգացող Հայաստանի տեսլականը, իրենք էլ պատկերացումների մեջ լինեն, մասնակիցը դառնան, որպեսզի ոչ թե բողոքեն, ոչ թե ինչ-որ մի իրավիճակում դժգոհեն, ընդվզեն, այլ հակառակը նայեն առաջ եւ այնպես ինտեգրվեն, որ այո, կարողանան իրենք էլ այդ նույն դիվանագիտությունը առաջին հերթին հենց իրենց է պետք հոգեպես այնպես կոփվեն, որ անընդհատ պատկերացնեն, որ իրենք այս ամենն անում են հանուն իրենց այն տարածքների, որոնք թողել են դեռևս թշնամու մոտ։ Եվ կարծում եմ, որ մենք կհասնենք հաջողության։ Իհարկե, այդքան մարդ չի կարող այս դարում, հա, մենք շատ ժամանակակից դարում ենք ապրում, ունեզրկվել, հա, մոտ 5000-ամյա պատմություն կա այդ հողի վրա կերտված, Խուշուցյան ջան, մի հատ շատ կարևոր մի բան կա, էլի, ես էլ եմ նաև կողմնակից, որ այո, մենք դատապարտված ենք եւ, չգիտեմ, միգուցե ի վերուստ նաև դա մեզ համար տրված է, որ պետք է ապրենք մի ձեռքում խաչ, մյուս ձեռքում սուր, պարտադիր կամ բարձի տակ զենքը քնենք միշտ էլի, այսպես է, եւ պատմությունն է դա ցույց տալիս, եթե մենք հետ գնանք մի քանի 100 տարի կամ առաջ գանք նորից էլի, որքան էլ գնանք նույնն են, գալիս ենք նույն կետի։ Այսօրվա հայը իր առաքելությունը էլի որն է ըստ քեզ, որ պետք է մեր հայրենիքը շենացնի, ինչով պետք է ինքը ավելի շատ լծված լինի։ Դու օրինակ աջակցում ես այս տղաներին, արցախայության խնդիրներով ես զբաղվում, ել չեմ խոսում, երբ որ իրենք գալիս էին եւ այլն, այդ ամեն ինչին ականատես եմ եղել ինքս։ Ինչն է հայի համար այսօր կարևորը։ Հայրենիքի պահպանությունը։ Տեսեք, մենք լինում են դեպքեր, իմ ու քո այդ հարաբերությունները օրինակ բերեմ, նոր անցնեմ մեր ընդհանուր գլոբալ հայերի մասին։ Տեսեք, լինում են դեպքեր, որ մենք միջոցառում ենք կազմակերպում, այդ միջոցառմանը դուք չեք լինում, դուք եք կազմակերպում, մենք չենք լինում եւ այդ միջոցառումը եթե ներկա չենք լինում, չենք տեսնում, ինչ-որ մի բան մեզ համար առնվազն որ չենք եղել եւ չենք տեսել թերի է։ Հետևաբար նույն ձևի էլ ամբողջ երկրի մասշտաբով կամ հայության սփյուռքի մեր երամիասնության մասշտաբով ես կարող եմ ասել նաև քառամիասնության ջավախքնել, ջավախահայությանն հաշվենք, ամբողջությամբ միաբանության պակաս կա։ Մենք եթե միաբան ենք լինում, մենք կարողանում ենք ամեն ինչ անել։ Եվ մշտապես կոչս եղել է միաբանված լինելը, որպեսզի հզոր, ուժեղ, ամուր լինենք, այս մեր երիտասարդ տղաների կողքին լինենք, հենց հիմա էլ ինքս միտք ունեմ ներկայացրել եմ ներքին գործերի նախարարությանը, որպեսզի անպայման այդ քննարկումների մեջ ենք իդեպ, որ օրինակ եմ բերում, էլի սա այդ միաբանության միտքը, որ մենք ինչքան նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ ունենք, այսինքն հատուկ կարիքներ ունեցող մարդիկ ունենք, որոնք մեքենաներ են վարում։ Հիմա մեր նպատակն է, որպեսզի այդ նշանները, որ ինչպես Եվրոպայում են գործում, այնպես էլ գործեն Հայաստանում եւ դրանք ոչ թե լինեն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար նշաններ պարզապես, այլ դրանք լինեն հարգանքի, դրանք լինեն մարդկանց հանդեպ ունեցած զուտ բարձր վերաբերմունքի նշաններ, որպեսզի մենք իմանանք, թե ինչքան տղա ունենք, որ հատուկ կարիքներ ունի այսօր, եւ այդ տղաները մեքենաները հատուկ մենք մտածենք միշտ, որ այդ տղաները այդ հատկացված է մեր տղային, այսինքն մեր հերոսին է հատկացված այդ հատվածը, որը նա կայանի։ Եվ այդ նշաններով, այդ տղաների այդպիսի իրավունքների պաշտպանությամբ մենք կարողանանք մարդկանց մեջ նաև մարդկանց հոգեկերտվածքի մեջ նաև փոփոխություն կատարել։ Ամենաառաջնային բանը դա միաբանության մեջ հարգանքն է։ Հետո նոր արդեն գալիս է մնացած բաները, որոնք կլինեն կենցաղում, կլինեն առօրյայում, թե
կլինեն մարդկային հարաբերությունների մեջ։ Այ խոսենք Հայաստան-Արցախ սփյուռքի այդ երամիասնության, քարամիասնության, որոնք ամբողջում ես եւ դարձնում ես մի կոնկրետ կետ։ Ինչ, այսինքն նպատակներ առաջիկայում եւ ինչպիսի նախագծեր է իրականացնելու նախաձեռնությունը։ Մեր նպատակը համենայնիվս ամենաառաջնային նպատակը դա այս վերջին տարիներին 2021 թվականից սկսած 44-20-ից հետո առաջին գիրքը երբ որ դուրս եկավ, դրանից հետո արդեն 21-ից սկսած երբ որ մենք տարածեցինք տղաների պատմությունները Սփյուռքում, հատկապես Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համայնքներում, մեր նպատակը դարձավ այս տղաների պատմությունների ճանաչելիությունը ամբողջ հայության համար։ Եվ հետևաբար դա շատ ընդգրկուն աշխարհագրություն է եւ կարծում եմ, որ նաեւ իր ծավալի եւ իր ներկայացման շնորհիվ ես շատ ուրախ եմ, որ Սփյուռքում բազմաթիվ մարդիկ կարող են դա փաստել, բազմաթիվ հարյուրավոր մարդիկ այս տղաների պատմություններից տեղյակ են, նրանց անձամբ ճանաչում են, կապը պահում են անձամբ, պարտադիր չի, որ մեր միջնորդավորված մենք անպայման լինենք, որ գնան այդ տղային տեսնեն, իրենց օգնությունը կամ իրենց վերաբերմունքը ցուցաբերեն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ առաքելությունը իր նպատակակետին է հասնում հենց այդպես։ Նույնն էլ կլինի նաև առաջիկայում, մենք 4-րդ գիրքը այստեղի շնորհանդեսից հետո կտեղափոխենք Միացյալ Նահանգներ, այնուհետև Եվրոպայի հայ համայնքներ, որտեղ սիրով ընդունում են, սիրով մենք արագ կազմակերպում ենք այդ շնորհանդեսները, արագ ներկայացնում ենք, որովհետև գիտեք այնտեղի հայությունը մի քիչ ժամանակային առումով աշխատա իրենց գրաֆիկներն ու մեր այստեղի Հայաստանի գրաֆիկները շատ տարբեր են եւ պետք է անպայման մենք հաշվի նստենք այդ ամենի հետ։ Ես միշտ մեկնում եմ այդ համայնքներ այն ժամանակահատվածում, որ արանքային շաբաթ կիրակի օրերը լինի, որպեսզի հասցնենք հայությունը այդ իրենց թանկ օրերը նվիրեն նաև մեր այս հերոս տղաներին։ Այդպես։ Շնորհակալություն ենք հայտնում քո առավոտը կիսելու համար, իհարկե շատ մեծ գործ ես անում եւ ինչպես ասեցիր ինքդ ես փնտրել, գտել եւ այս պահին եթերը օգտագործելով ուզում ենք դիմենք մեր, քանի որ մեր մարզերում նաեւ դիտում են մեզ, եթե ունեք ձեր պատմությունը սիրելի 44-օրյայի մասնակիցներ, անկախ նրանից դուք վիրավորում եք ստացել, թե ինչ կարգավիճակում եք գտնվում, դա նշանակություն չունի։ Փնտրեք, գտեք Facebook-յան հարթակներում, սոցիալական ցանցերում Մամիկոն Խուրշուդյան, ով ձեզ պատրաստակամ է ձեր պատմությունը իհարկե դարձնելու արդեն արժեքավոր հայրեններ այս հետաքրքիր գրաշարով, այո, որը որ չգիտեմ որ երրորդը դեռևս որ երրորդով կամփոփվի, այնուամենայնիվ կգտնեք ձեր պատմությունը նաև այստեղով անում եմ մեծ գործ եւ գրում է այն պատմությունը, որը որ փոխանցվելու է սերունդներին։ Շնորհակալություն ենք քեզ հայտնում։ Նմանապես, գրչիտ ուժ, ինչ ասեմ, քեզ էլ առողջություն եւ վստահ ենք, որ հաջորդիվ կհանդիպենք ավելի լավ նախաձեռնություններով եւ գիտեմ, որ քո յուրաքանչյուր նախաձեռնություն Խուրշուդյան դա հայրենիքին է նվիրված եւ հայրենանվեր է ոչ միայն, այլ նաեւ հայրենապաշտպան է։ Եվ սա շատ կարեւոր է, առավել քան այսօր։ Մաղթում ենք քեզ հաջողություն, լավ օրվա շարունակություն եւ սիրելի հեռուստադիտող, սիրեք ձեր հայրենիքը։ Յուրաքանչյուր առավոտ, երբ որ արթնանում եք, մտածեք ինչ կարող եք անել երկրի համար, ոչ միայն ձեր ընտանիքի, երկրի համար։ Մենք մի քիչ մասնավորեցվել ենք, մի քիչ նեղացել ենք, մի քիչ հասել ենք ավելի նեղ, այսպես հատվածներում եւ լավ է, որ մեր դուռը դռնից այն կողմը կամ 10 մետր այս կողմը լավ է, մնացածը ոչինչ։ Այո, կա այսօր անտարբերություն, այդ անտարբերությունը պետք է կոտրվի եւ ինչպես մեր հյուրը նշեց, պետք է միանալ, մեկ բռունցք դառնալ, միասնականություն ձեռք բերել, որպեսզի հայրենիքը պահել։ Եթե չմիանաք, ձեր ընտանիքն էլ չեք կարողանալու պահել։ Լավ եղեք, մտածեք հայրենիքի մասին եւ այսօր որևիցե մի լավ գործ արեք ձեր հայրենիքի համար։ Լավ որ բոլորիդ կհանդիպենք հաջորդ առավոտ։